Ողջույն հարգելիներս, կներկայացնեմ, թե հատկապես ինչով է օգտակար լիմոնը։ Լիմոնը ցիտրուսային միրգ է, հարուստ բաղադրությամբ և բազմաթիվ առողջարար հատկություններով։ Լիմոնը առողջ սննդակարգի անփոխարինելի լրացում է։ Ի տարբերություն շատ մրգերի, լիմոնները քաղցր չեն։ Այս ցիտրուսային միրգը պարունակում է ընդամենը 3 գրամ շաքար։ Լիմոնը շատ հարուստ է վիտամին C-ով, որի շնորհիվ համարվում է հակաօքսիդանտներով ամենահարուստ մրգերից մեկը։ Այն շատ հարուստ է նաև կալիումով, կալցիումով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, պոտասիումով, ցինկով և պղնձով։ Պարունակում է նաև մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ և լիմոնոիդ, որոնք շատ անհրաժեշտ միկրոտարր են օրգանիզմի պատշաճ գործունեության համար։ Լիմոնը համարվում է մեր օրգանիզմի առողջության իսկական դաշնակիցը։ Հետաքրքիր պարադոքս է, չնայած իր թթվային համին, լիմոնը օգնում է նվազեցնել ներքին թթվայնությունը և հիանալի միջոց է մարմնի pH-ը կարգավորելու համար։ Այն օգնում է մեղմել մարսողական խնդիրները, փքվածությունը, թթվային ռեֆլյուքսը և փորկաբությունը։ Լիմոնը նպաստում է լեղու արտադրությանը, այսպիսով հեշտացնելով մարսողությունը։ Այն օգնում է լյարդին զդել թափոնները, խտանելով ճարպերի քայքայումը։ Լիմոնը օգնում է մարմնին օքսիդացնել 30%-ով ավելի ճարպ ֆիզիկական վարժությունների ժամանակ, շնորհիվ C վիտամինի։ Հետևաբար, լիմոնի կանոնավոր օգտագործումը կարող է զգալիորեն արագացնել ճարպի այրումը և օգնել կորցնել քաշը։ Սակայն հիշեցնեմ, որ լիմոնը օգտակար հավելում է, և քաշը գծելու համար չպետք է հիմնվել միայն նրա վրա, այլ պետք է պահպանել կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը և հավասարակշռված սննդակարգը։ Լիմոնը հիանալի մաքրում է օրգանիզմը։ Խորհուրդ է տրվում օրը սկսել առավոտյան 1 բաժակ լիմոնի հյութով ջուր խմելով, 1 բաժակ ջրի մեջ քամեք կես կիտրոն։ Բացի հակաօքսիդանտային հատկություններից, լիմոնը ունի միզամուղ հատկություն, խտանում է ջրազրկումը և այդ միջոցով մաքրում է մեր օրգանիզմը թույներից։ Լիմոնը պարունակում է ֆլավոնոիդներ և լիմոնիդներ, որոնք օգնում են պայքարել վատ խոլեստերինի դեմ։ Ինչպես գիտեք, վատ խոլեստերինը վտանգավոր է առողջության համար, քանի որ խցանում է արյան անոթները և կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների և նաև արյան բարձր ճնշման։ Լինելով ուժեղ հակաօքսիդանտ, լիմոնը օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ և կանխում է քաղցկեղի առաջացումը։ Լիմոնը ունի հակավիրուսային և հակաբակտերիան հատկություններ, որոնք օգնում են ավելի հեշտությամբ պայքարել մրսածության հետ կապված շնչառական հիվանդությունների դեմ։ Այս դեպքում խորհուրդ եմ տալիս խմել լիմոնով թեյ, ավելացնելով 1 թեյի գդալ մեղր։ Շատ հաճելի և կազդուրիչ կլինի։ Ֆլավոնոիդների և վիտամին C-ի շնորհիվ այն նպաստում է շագանակակեղծի առողջությանը, կանխում է շագանակակեղծում քաղցկեղային բջիջների առաջացմանը։ Լիմոնը օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի բարձր մակարդակը։ Շաքարախտով տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում խմել լիմոնի հյութ նոսրացած տաք ջրով։ Լիմոնի կանոնավոր օգտագործումը պաշտպանում է մաշկը և կանխում է վաղաժամ ծերացումը։ Լիմոնով կարելի է բարելավել մաշկի և մազերի որակը։ Պարզապես լվացեք մազերը կիտրոնի հյութով, որը նաև մաքրում է գլխամաշկը և օգնում ազատվել թեփից, մազերին տալով գեղեցիկ փայլ։ Կարելի է հյութը քսել պեպեններին, տարիկային բծերին, սպիներին, բզուկների հակված մաշկին, բայց պետք է զգույշ լինել քսելուց հետո արևի տակ լինելուց, քանի որ այն լուսազգայուն է։ Այդ պատճառով ցանկալի է քսել երեկոյան ժամերին։ Լիմոնը կարող է նպաստել նաև ավելի շատ ջուր խմելուն։ Երբեմն մենք մոռանում ենք ջուր խմել։ Եթե մի կտոր լիմոն ավելացնեք ջրին, շատ հաճելի համ կստանա և հաճույքով կխմեք։ Սա հիդրատացիայի հիանալի միջոց է։ Առավելագույն օգուտ ստանալու համար խորհուրդ եմ տալիս ձեր խոհանոցում միշտ ունենալ լիմոն։ Այն կարելի է համատեղել իմբիրի, մեղրի, ուրցի, սխտորի հետ և նաև
Կարելի է պատրաստել առողջարար և համեղ ուտեստներ, սալատներ, ըմպելիքներ, թխվածքներ և այլն։ Կարծում եմ իմ հաղորդումը լիմոնի մասին օգտակար եղավ ձեզ համար։ Հարգելիներս, ցանկալի է, որ բաժանորդագրվեք, գրեք մեկնաբանություններ, հավանեք և տարածեք, որպեսզի ավելի շատ մարդկանց հասանելի լինի։ Առողջ եղեք, սիրելիներս, շնորհակալություն ուշադրության համար։